Բարի լույս ես, սիրելի հայորդիկ, այսօր ձեզ գուզեմ ընթերցել անցյալեն հուշմը, որ վերնակրած եմ հոգիս մգրդությունը, գրի առնված 1994 թվականի փետրվարի 18-ին։ 1976 թվականի սեպտեմբերի գեսիներ, երբ առաջին անգամ ոտ կտնեի մայր հողի վրա ու այդ օրվնե նոր կյանք մը կբացվեր իմ առջև, հոգիս կմգրդվեր հայրենի արևով ու շունչով, ամեն վարգյան աչքիս առջև կբարձրանային ոգեկան ուժ ներշնչող ու հայ հոգին ու մտքին դեսիլքեն ծնունդ առնող արժեքներ։ Էությունս կարծես ամբողջությամբ կնորոգվեր, ներքնաբես կզգայի նաև հոգևոր փոթորգումը իմ ամբողջ էության։ Հայոց երկնագամարին դակ իրենց գլանող ներկայությամբ մեծ ու փոքր մասիսները ամեն տեղը լայն գարձես։ Անհակորեն գտիդեի անոնց ծյունածած կակատները, որոնց բարձունքեն իջած ոգեղեն դաբանը նոյան իր հսկա փանագով դարածված կտեսնեի ամբողջ երկրով մեկ։ Վերջապես կհասնենք Սուրբ Էջմիածին։ Մայրավանքի մեջ ներշնչունները քինովցած կսկամ հոգիս մգրդությունը։ Ամեն տեղ կյանք կտեսնեմ։ Քրիստոսի հրաշապար հարության լույսեն խմած հայու հոգին իր աբրող ձայնը լսելի կդառնար ամեն մեկու էության մեջ։ Ուխտավորներ ամեն կողմ կփութային մոմ վարել Սուրբ Էջմիածնի կամարներուն տակ ու մոմին մեջ խդացած լույսի մեջ մգրդել իրենց հոգին։ Վերջապես կհանդիպինք ազգի կաթողիկոսին, մեր շատ սիրելի Վազգեն Վեհապար Հայրաբեդին, որուն անցի մեջ կգտնեմ իմ մտադիբարը, իրանցին վեհությունը այդ վարգյանին կդպավորես իս ու իմ հոգեկան կողոնակությունը կհասնի իր ամենաբարձր գետին, երբ 1980 թվականին հունիսի 8-ին Սուրբ Էջմիածնի տոնին ծերնադրություն օծում կստանամ իր իսկ ձեռքով։ Երախտաբար դեմ ցեզի, սիրելի Վեհապար, քանզի դարիներ շարունակ ինչպես որ շատերու սրտի մեջ անթեղված հայրենիքի սերը փոցավարեցիք ձեր գրագե խոսքերով ու կյանքի օրինակով իմ հոգի մեջ ալ նետեցիք հայ եկեղեցին սիրելու ոգին։ Ես իմ հոգի մգրդությունը զգացի Սուրբ Էջմիածնի մեջ։ Ամեն։